ինքս ինձ նախանձում եմ։ Շքերս նարե։ Իմ սիրուն նարե։ Բաժակները արդեն լցրել ես։ Մի քանի րոպեից նոր տարին կսկսվի ու ես այնքան վստահ եմ, որ այդ իմ ու քո տարին է լինելու։ Գիտես, ես միշտ մի երազանք եմ ունեցել, բայց ես երբեք չեմ հավատացել, որ երազանքները կատարվում են։ Ու հիմա ես իմ երազանքի գրկում եմ։ Ես ամեն տարի ընտանիքիս հետ եմ նշել նոր տարին։ Ու այս անգամն էլ բացառություն չեմ համարում, որովհետև իմ համար դու ես իմ ընտանիքը։ Դե ոնց որ դու ես ասում, ես քոնն եմ, դու էլ իմը, չէ՞։ Միշտ։ Շնորհավոր նոր տարի, իմ նարե։ Շնորհավոր նոր տարի։ Վրամ արագացրու, արդեն 12-ն է։ Մեկը դուր ինձ։ Ահա։ Չվախենաս։ Շնորհավոր մեր համատեղ կյանքի առաջին նոր տարին։ Աուչ։ Վրամ, բայց ասա, որ ճիշտ քայլ եմ արել։ Սոն ուզում ես ասեմ, սխալ ես արել, որ եկել ես իմ մոտ, հա? Ես հոգիս չեմ տենց բան ասեմ։ Դու։ Ես գիտեմ, որ հիմա քո ներսում շատ բան իրար է խառնված։ Բայց դու հիմա այստեղ ես, իմ հետ ես ու այդ արդեն ամեն ինչ փոխում է, Սոն։ Սոն, այսօրվանից դու իմ ընտանիքն ես, իմ կինն ես ու իմ ապագա երեխեքի մայրն ես։ Ոչ մի բանից չվախենաս, Սոն։ Դու հիմա եկել ես, իմ հետ ես ու այդ արդեն ամեն ինչ ասում է։ Ես քո արած ամեն մի քայլին տեր եմ։ Պապաս ինձ չի ների, Վրամ։ Սոն։ Վրամ, ես հասկացել եմ, որ եթե ես որոշումը չկայացնեի, ընդմիշտ քեզ կկորցնեի։ Բայց հենց մտածում եմ մերոնց մասին, մտածում եմ, թե հիմա իրանք ինչ վիճակում են, սիրտս ցավում է։ Ես որոշումը էմոցիաների տակ կայացրած որոշում չի, Վրամ, ես շատ երկար եմ այս որոշմանը եկել։ Ու հասկացել եմ, որ ոչ ոք չի մտածում, թե մենք ինչ ենք զգում։ Դրա համար ես որոշեցի, որ պետք է մեզ ընտրեմ։ Սոն, դու սրա մասին գիտես, բայց էլի եմ ասում քեզ։ Դու գիտես, որ ես իմ ու քո միացումը լրիվ ուրիշ ձև եմ պատկերացրել։ Պատկերացրել եմ, թե ոնց եմ գալիս ձեր տուն, ոնց եմ հորդ հետ խոսում ու քեզ սիրուն հարսի շորիկով բերում իմ տուն։ Բայց հիմա սենց հաստատվել։ Ու գիտես, ես միշտ պատկերացրել եմ, որ դու լինելու ես աշխարհի ամենաերջանիկ աղջիկը։ Բայց հիմա ուզում եմ քեզ ասեմ, որ ես եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը, որովհետև ունեմ քեզ։ Ու գիտակցում եմ, որ արդեն ամեն օր քո հետ եմ լինելու։ Բա ձերոնք։ Դե, մերոնք ինչ։ Մամայի աչքի լույսն ես դարձել, Սոնա։ Դե գիտես, պապան էլ արդեն համակերպվել է ու ընդունել է քեզ։ Ու հետո, որ լրիվ հակառակն էլ լիներ, կապ չունի, այդ նշանակություն չունի։ Նենց որ բարի գալուստ մեր ընտանիք։
Վրամ ասա, որ ամեն ինչ լավ է լինելու։ Սոն արդեն ամեն ինչ լավ է։ Գիտես, papan տոմս էր առել։ Ու առավոտ պետքա գնայինք մեր թռիչքներ։ Որ մտածում եմ հիմա։ Սոն, արի հիմա ոչ մի բանի մասին մի մտածի, որովհետև աշխարհի որ մասում էլ լինեիր, մեկը ես գալու էի քո մոտ։ Էս Նարեն էլա ձերոնց հետ գնացել։ Լսի, Նարեն տանն է, բայց զարմանում եմ, որ մինչև հիմա մեր ձայներից չի արթնացել։ Կարթնանա ու կտեսնի, որ տանը նոր բնակիչ կա։ Ինչ վատ է, որ։ Լիլիթ ճիշտն ասա։ Դու չգիտես ուր է գնացել Սոնան։ Հա, բայց եթե ես իմանայի կգայի ձեր տուն նոր տարի շնորհավորելու։ Լավ ուր է կորը այդ աղջիկը։ Կգա։ Իր կարճ խելքով փորձում եմ ես բոլորից դաստա։ Ինքը այդքան ռիսկ չունի չգա։ Բա որ չեկավ։ Ասի վաղը թռիչքն է։ Ոնց չի գա։ Լիլիթ հիմա քերեն ստեղ չի։ Դու հաստատ գիտես ուր է Սոնան։ Ասա ինձ։ Քեզ թվում է, որ ես իմանայի կգայի ձեր տուն նոր տարի շնորհավորելու։ Ես հասկանում եմ, որ դու ունես բոլոր պատճառները ինձ չվստահելու, բայց հաստատ էս դեպքը չի։ Չնայած ճիշտ ես ասում։ Դու ստեղ չէիր գա։ Դու ես տանը մենակ Սոնային ունես։ Ով ասեց մենակ Սոնային ունեմ։ Հա, վայ, մոռացել էի։ Երկու հոգու ունես, ափսոս երկուսն է տանը չեն։ Այդքան վստահ ես, որ ումի նկատի ունեմ հիմա տանը չի։ Նամակը թողեմ։ Ինչ նամակ։ Հրաժեշտի։ Ինչի մասն ես մտածում։ Վայելում եմ։ Գիտես, նոր տարին երբեք իմ սիրած տոնը չի եղել Սոն։ Միշտ ես չեմ սպասել այս օրվան։ Այդ ձմեռ պապի ասվածին ու հրաշք ասվածին ես երբեք չեմ հավատացել։ Բայց մերոնք շատ էին սիրում, հատկապես Նարեն։ Ամբողջ տարին սպասում էր այդ օրվան։ Ինձ ինչ հիշում եմ, ամենաշուտը այդ օրն եմ գնացել քնելու։ Չգիտեմ, մեկ-մեկ այդ երուզեր, այդ ամեն ինչը ազդել այն վրա Սոն։ Մանավանդ Կարոյի մահվանից հետո սկսեցինք էլ տոնածառել չդնել։ Ու ես վերջնականապես համոզվեցի, որ ճիշտ եմ եղել։ Բայց այսօր… Ինչ այսօր։ Դու գոնե պատկերացնում ես ինչ երջանիկ եմ ես հիմա։ Հա։ Այնքան երջանիկ եմ, որ իմ նման չոր ու կոպիտ մարդը նստել է ու երկար բարակ նոր տարուց է խոսում։ Սոնա, ես լուրջ բան եմ ասում, դու ծիծաղում ես։ Լավ, կներես, չի ուզում նեղացնել։ Չես նեղացրել։ Հիմա կարող է էլի ծիծաղես, բայց պիտի ասեմ, այսօր ինձ ամեն ինչ կարելի է։ Ասա։ Սոն, հիմա հասկանում եմ, որ երևի այդ հրաշք ասվածը իրոք կա, որովհետև եթե չլիներ, դու էլ հիմա ստեղ չէիր լինի։ Չգիտեմ, երևի ճիշտ են ասում էլի, որ եթե քո կյանքի կեսը կա ու դու այդ մարդուն գտնում ես, էլ այս աշխարհում ոչ մեկ ու ոչ մի բան քեզ չի հետաքրքրում։ Սոն, ես հիմա հասկանում եմ, որ միտքդ այդքան էլ ստեղ չի։ Շատ ես մտածում ձերոնց մասին, հորդ մասին։ Բայց հիմա սենց է։ Դու ստեղ ես, ու ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ այս պահին։ Սոն, դու ստեղ ես, ու ես խոսք եմ տալիս, որ կյանքում ոչ մի վարքյան չես փոշմանելու այս որոշմանդ համար։ Սոն, հերդ հաստատ քեզ ներելու է։
Հավատում ես, չէ՞ ինձ։ Չգիտեմ, վրամ։ Մի հատ աչնայի։ Ոնց որ իրականությունից կտրված լինենք, չէ՞։ Լավ չի։ Շատ լավ է։ Ես էլ ինձ հեքիաթի հերոսուհի եմ զգում։ Բայց ինձ չի կարելի, գիտես, դու արդեն շատ ես ինձ երես տալիս։ Կսովորեմ հանկարծ։ Սովորի։ Բա պիտի սովորես։ Սրանց հետո դու միշտ պիտի երջանիկ լինես։ Ու քո հեքիաթն էլ միշտ շարունակվելու է։ Ինձ մենակ դու ես պետք։ Մենակ դու։ Գիտես, երբ որ մենք իրարից հեռու ենք լինում, մի տեսակ օրը չի անցնում, երբ որ անգամ ամեն ինչ նորմալ է, չենք կռվել իրար հետ, բայց մեկ օրը չի անցնում։ Կարող ես սխալ եմ անում, որ հիմա այսքան բաց պատմում եմ քեզ այս մասին։ Ուղղակի ես այնքան երկար եմ սպասել այս պահին, որ անընդհատ ուզում եմ քեզ ասեմ, որ խենթանալու աստիճան սիրում եմ քեզ։ Ու արդեն այս երջանկությունից ես ինքս էլ եմ վախենում։ Երևի պատահական չի, չէ՞, որ հիմա միասին ենք տարին դիմավորում։ Ճիշտ է, ես վաղուց արդեն փոքր չեմ, բայց հավատում եմ, հնուց եկած ավանդական խոսք կա։ Ասում են, ոնց որ տարին դիմավորում ես, տենց էլ շարունակվում է։ Թող շարունակվի։ Քո գրքում։ Իմ կողքին, իմ հետ ու միշտ իմ գրքում։ Վրամ։ Սոն, հիշում ես այն օրը, որ քեզ ասեցի ինձ մի օր ժամանակ տուր։ Այդ օրը իմ ու քո համար տուն էի ման գալիս։ Ու ես մատանին էլ առել էի, որ հետո որ երկրից գնացիր, բերեցի ու դարակս դրեցի։ Բայց հիմա հասկանում եմ, որ հենց այս օրվա համար էր պահած։ Ստացվում է դու այդ օրը պատրաստվում էիր առաջարկություն անել։ Իմ մտադրությունները միշտ շատ լուրջ են եղել։ Ու ես այդ երբեք չեմ թաքցրել, Սոն։ Ես ընդունի որպես ամուսնության առաջարկություն է։ Ու ես չեմ ուզում ստացվի նենց, որ դու եկել ես ու մնում ես։ Այս տոները կանցնի, մենք իրար հետ կգնանք ԶԱԳՍ ու ամեն ինչ կօրինականացնենք, որովհետև ես տենց եմ ուզում։ Վրամ, ես չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ինձ թվում էր այսօրվա ամենամեծ անակնկալը ես եմ արել, բայց պարզվում է, որ Սոնա, եթե մի քանի րոպե էլ ես մատանին օդի մեջ թողնես, հաստատ ամենամեծ անակնկալը դու կանես։ Ապրես։ Այսեր չէ։ Ու ինձ թվում է, այս պետքա նշել։ Բայ։ Մեր համար Սոն։ պարզվում է, որ իրոք ամանորին հրաշքներ են կատարվում վրամ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ Սոն։ Ես շատ երկար եմ մտածել այս որոշումը կայացնելուց առաջ։ Հավատա, պապ, դու ինձ ուրիշ ելք չես թողել։ Դուք բոլորդ հրաժարվեցիք հասկանալ ինձ։ Չփորձեցիք անգամ լսել, իսկ ես էլ ուժ չունեմ դիմադրելու բոլորիդ։ Ու հենց դրա համար ես գնում եմ։ Գնում եմ, որ նոր կյանք սկսեմ, նոր էջից սկսեմ ու չապրեմ այն վախով, որ կորցնում եմ երջանկությունս։
Եթե դու ինձ տանեիր, ես ամբողջ կյանքում դժբախտ էի լինելու, իսկ հիմա երջանկության հետևից եմ գնում։ Բայց սրտումս շատ մեծ հույս եմ պահում, որ մի օր անպայման ներելու եք ինձ։ Ես ձեզ անսահման շատ եմ սիրում, ձեր Սոնա։ Հիմա ինչ է դուրս գալիս։ Գնացել է այդ վրամենստու։ Չգիտեմ, քեռիտ ասեց, որ պահարանում ոչ մի հագուստ չկար։ Բայց ախր գոնե ինձ մի բան ասեր։ Ոչ մի բան չի խոսել, ոչ մի բան չի ասել, ոչ մի բանից տեղյակ չեմ եղել։ Բա հիմա ինչ ենք անելու։ Դե ոչ մի բան։ Այսինքն ոչ մի բան։ Դե ոնց գնացել է, տենց հետ է գալու։ Տենց հաստատ կուշանան թռիչքից։ Ոյ հողոտս չի գալիս։ Ինչի։ Այն ժամանակ, երբ որ երկու ընկերուհիներով խափում էիք, որ գնար դրա մոտ, այդ ժամանակ արդեն պետք է հավատայիր։ Ուզում ես ասես ես էլ եմ մեղավոր։ Լիլիթ, հիմա կարևոր չի ով է մեղավոր կամ ով է անմեղ։ Հələ թող գա տուն, ես հետը կխոսամ։ Բայց գիտես նոր մտքովս ինչ անցավ, որ ինքը դժվար հետ գայել։ Միշտ ունեցել այդ ցանկությունը գնալու, բայց համարձակություն չի ունեցել։ Ու հիմա եթե գնացել է, չեմ կարծում, որ հետ կգա։ Հենց չեմ ուզում այս օրը ավարտվի։ Հա։ Չեմ ուզում տուն գնամ։ Մի գնա տուն։ Ինչ։ Հա, նարե տուն մի գնա։ Այսինքն Դե արի պատկերացնենք, որ ես քեզ փախցրել եմ։ դու գժվել ես, Ես կատակ չեմ անում։ դու ուղղակի խմած ես։ Թող տենց լինի։ Դու չես հոգնել մեր թաքուն հանդիպումներից։ Ես շատ եմ հոգնել։ Չեմ ուզում ամեն անգամ քեզ տանեմ տուն ու հետո ես էլ գնամ ու ձևացնեմ իբր ոչ մի բան չի եղել։ Նարը, ես ուզում եմ, որ դու իմ կողքին քնես ու արտանաս։ Ուզում եմ, որ միշտ հետս լինես։ Ուզում եմ քեզ գրկելու համար ինչ-որ հատուկ պատճառներ չլինեն։ Ու նենց չլինի, որ տարածքում պարտադիր պիտի մարդ չլինի, որ ես կարողանամ քեզ գրկեմ։ Երբ ուզեմ, ես քեզ պիտի գրկեմ, Նարե։ Ու ես քեզ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ ես ամեն ինչին տեր եմ։ Ամեն ինչին։ Ու ուզում եմ, որ էլ թաքուն չպահենք մեր սերը։ Ուղղակի տենց չի կարելի։ Այս կյանքում այնքան բաներ չեն կարելի, բայց մենք անում ենք։ Ես պատրաստ եմ հենց հիմա քեզ վերցնեմ ու գնանք թեկուզ ինչ-որ մի խուլ գյուղ։ Մենակ իրար հետ լինենք, Նարե։ Ու դու հիմա ինձ պիտի պատասխանես։ Կամ հիմա, կամ էլ Պատասխան էլի Հայկո։ Մի քանի կարող է պատասխանես։ Նարը, մենք հիմա ավելի կարևոր բան ենք որոշում։ Ու ես քո պատասխանին եմ սպասում։ Հայկ, դու գիտես իմ պատասխանը, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չի, ոնց որ դու ասում ես։ Նարե, հստակ պատասխան եմ սպասում քեզնից։ Ավելի լավ է պատասխանի հնարավորը կարևոր բան ասում։
Հալո, Հայկո, ուր ես։ ուշ եմ գալու տուն Միքո։ Չգիտեմ ինչ եմ զանգել, բայց զանգել եմ ու կասկածում եմ ճիշտ եմ արել թե սխալ։ Հույս ունեմ վարունցը վերջնական չի մեռը մեջդ։ Ինչ ես խոսում։ Հայկո Սոնան նամակը թողել ու գնացել է։ Ուր է գնացել։ Ադամյանների տուն։ Ինչ ես խոսում։ Շորերը հավաքի գնացել է։ Ոնց Միքո։ Հայկո արի տուն հասկանանք ինչ ենք անում։ Քերի մտել է սենյակ ու հույս ունի, որ Սոնան գալու է հետ։ Բայց որ սենց գնացել է, հաստատ հետ չի գա։ Լավ, գալիս եմ։ Ինչ-որ բան է։ Հավատս չի գալիս, որ էլ չես գնալու։ Իմ համար էլ է անսովոր։ Հեռախոսս անջատել եմ, որ չզանգեն այնքան եմ վախենում։ Մի վախեցի Սոն։ Ես ում հետ պետքա կխոսամ։ Մենակ դու տրամադրությունդ մի գցի։ Լավ։ Ամեն ինչ լավ կլինի։ Արագացրու նարը, գնա փոխվի։ Դու տեղյակ ես եղել ես հանճարեղ պլանից։ Չէ, ես առաջին անգամ քեզնից եմ լսում։ Ես կսպանեմ աղբորդ։ Ինչ։ Ինչի համար։ Որ Սոնան եկել է մեր տուն։ Որ պայքարում է իր սիրո համար։ Սենց են պայքարում նարը։ Հա? Սենց են պայքարում։ Վրամն ու Սոնան սիրում են իրար։ Լսի, այդ ոչ մի բան չի նշանակում։ Այսինքն այդ ոչ մի բան չի նշանակում։ Արագացրու գնա փոխվի, ես պիտի գնամ Սոնայի հետ խոսամ ու տանեմ տուն։ Ինչի համար։ Որովհետև քո աղբոր ու իմ քրոջ մեջ ոչ մի բան չի կարա լինի նարե։ Ոչ մի բան։ Այդ դեպքում մենք ինչ գործ ունենք հիմա այստեղ միասին իրար հետ։ Եթե իրանց չի կարելի իրար հետ լինել, ուրեմն մեզ չի կարելի իրար հետ լինել։ Այն ինչ որ իրանց համար է արգելված, մեր համար էլ է արգելված։ Մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի։ Ոչ, մեկը մյուսից կախված է։ Դու նոր ինձ ինչ էիր ասում։ Ասում էիր մի գնա տուն, հետս մնա, որ չկորցնենք իրար։ Սոնան նույն բանն է արել։ Ու ես չգիտեմ հիմա ինչ մտածեմ։ Սոնան ու Վրամը սիրում են իրար նենց, ոնց ես ու դու։ Ու այն ինչ որ իրանց արգելված է, մեզ էլ է արգելված։ Հիմա ես ինչ մտածեմ։ Որ դու ուղակի խոսում ես ու հոգուդ խորքում ուրիշ բան ես ուզում։ Որ դու մտածում ես մեր սերը սխալ է։ Չէ, նարե, չեմ մտածում, որ մեր սերը սխալ է։ Ի տարբերություն քեզ, Սոնան հիմա իր թշնամու ձեռի տակ է։ Այդ դեպքում ես ում ձեռքի տակ եմ։ Բարեկամիս։ Եթե դու Վրամին ընդունում ես, որ Սոնայի ընտանիքի թշնամին է, բայց ինքը Սոնայի ընտանիքին ոչ մի բան չի արել։ Դու ով ես։ Քո տեսանկյունից եթե նայենք, դու ով ես։ Դիտմամբ ես անում, որ համբերությունս կորցնեմ, հա։ Ոչ, դիտմամբ չեմ անում։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, ում հետ եմ ապագաս կառուցում։ Մի մարդու, ով որ ընդունում է ինձ, թե թշնամի է համարում։ Մենք մի քանի օր առաջ էլ ունեցանք, չէ՞, խոսակցությունը։ Ու ես քեզ ասացի, որ դու ինձ ցավացնում ես։ Ինձ թվաց դու ինձ հասկացել ես։ Բայց հիմա նույն հարցն եմ ես քեզ տալիս։ Ով եմ ես քո համար։ Ես Ադամյան Նարեն եմ։ Ես Վրամի քուրն եմ։ Ես Սաքոյի աղջիկն եմ։ Ես քո թշնամին եմ։ Պատասխանի։ Ավելի լավ է ես գնամ փոխվեմ։
Չեմ ուզում ոչ մեկին տենամ։ Ասեցի թողեք ինձ մենակ։ Հա, ինչ էր ասում։ Ինչ պիտի ասի, ոչ մի բան։ Սոնան էլ է անհասանելի։ Բա հո հասանելի չէր լինելու։ Իրան չի հետաքրքրում ինչա կատարվում ստեղ։ Միքո, բայց ես ազնիվ խոսք ոչ մի բան չեմ իմացել։ Երդվում եմ։ Չես հավատում։ Հավատում եմ։ Քեզ ոչ մեկ ոչ մի բան չի ասում։ Կարող են գնալ։ Ես հասկանում եմ, որ դու շտապում ես ուզում ես մի րոպե շուտ ստեղից դուրս գալ, բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի ինչ որ բան քննարկենք, միջև ստեղից դուրս կգանք։ Ինձ թվում է մենք բարձելու ոչ մի բան չունենք։ Ինձ էլ էր տենց թվում։ Բայց դու հիմա պատրաստ ես սպանել Վրամին։ Իմ մոտ հարց է առաջանում։ Ինչ տարբերություն կա։ Երբ որ քո դեպքում նորմալ է, բայց Սոնայի դեպքում հանցանք։ Արդեն ասել ու բացատրել եմ քեզ։ Ինձ քո բացատրությունները չի հերիքում։ Ինձ տանը սպասում են, արդեն պիտի գնանք։ Նարէ ասում գնացինք։ Դու գնա։ Ես տուն կհասնեմ մի անհանգստացի։ Ասում արի գնացինք Նարէ։ Լիլիթ, ես քո վրա ջղայնացած չեմ։ Ուղղակի դու ձեռքից տակնկար։ Դե հա, Լիլիթի բախտն էլ լիֆտի մեջ է մնացել, լույսերն էլ անջատել են։ Ես քեզ ասում եմ, ես իրոք ոչ մի բանից տեղյակ չեմ եղել։ Դու ինձ մեղադրում ես, որ ես օգնել եմ Սոնային, քեզ խաբել եմ, բայց կասես իմ փոխարեն ով որ լիներ, ինչ կաներ։ Մի կողմից ինքը, մյուս կողմից դուք։ Լավ, ոնց երևում է դու իմ հավեսը չունես, ավելի լավ է ես գնամ։ Լիլիթ, մարդիկ ամեն հարցում իրանց ընտանիքի վրա են հույսը դնում։ Ամեն ինչ անում են, որ իրանց ընտանիքի կողքին լինեն։ Ճիշտ է, ես երկար ժամանակ խուսափել եմ այդ ընտանիք ասվածից, բայց եկա, որ իմ ընտանիքի կողքին լինեմ։ Ու ոնց հասկանում եմ ընտանիք չունեմ։ Քուրս ու աղբերս իրանք իրանց մասին են մտածում։ Իրանք իրանց երջանկության մասին են մտածում, բայց մոռացել են թասիբի, նամուսի, հիշողությունների մասին։ Սոնան աղջիկա, մի ձև հասկանում եմ, չնայած որ հասկանալու բան չկա, բայց Հայկը, ախր ամենաշատը ինքն է տուժ է այս պատմության մեջ, բայց ինքը վազում է այդ Ադամյանների աղջիկա հետևից։ Երևի նեղվում ես, հա, որ Նարեի ու Հայկի մասին խոսում եմ։ Չէ, ինչի պետք է նեղվեմ։ Դե տենց են ասում։ Ես չգիտեմ քեզ ինչ են ասում, բայց համենայն դեպս Նարեի ու Հայկի կյանքը էլ ինձ չի հետաքրքրում։ Ես էլ նոր տարից թողել եկել եմ դարդերդ եմ կիսում։ Էդ հեչ։
Լուրջ ես ասում։ Ես գիտեի, որ քո թուլությունն եմ, ու դու ինձ չես կարա չթողնես։ Շատ սխալվում ես։ Ոնց։ Ես քո թուլությունը չեմ։ Դու իմ թուլությունը չես, դու իմ ուժն ես։ Հիմա չես հասկանում դրա մասին, բայց հետո կհասկանաս։ Տես բան չկա, որ ես չհասկանամ կամ չընդունեմ։ Դու իմ երեխեն ես։ Ես քեզ այնպես թանկ բան չունեմ։ Բայց ամեն ինչ անելուց առաջ մի բան մտածի։ Ես գլուխս կախելու տեղ չպետք է ունենամ։ Իսկ մնացած արդեն բոլոր հարցերի մեջ ես կկողքնեմ։ Սոնա Հիմա ինձ թվում է ավելի ճիշտ կլինի, որ ինքը մենակ մնա։ Միքո, սպասի, մեկա չի լսելու հիմա քեզ։ Հա, ճիշտ ես։ Սպասի։ Ինչ։ Չեմ ուզում, որ նեղված գնաս տուն։ Բա ոնց գնամ։ Երջանիկ։ Գնամ ասեմ թող Սոնան դուրս գա։ Հա, ու մեկ էլ քեզ շատ շնորհակալ եմ այսօրվա համար։ Որովհետև ես կյանքիս ամենասիրուն նոր տարին ունեցա։ Ուղղակի այդ շատ կարճ ժամանակ տևեց։ Գիտես, ես այսօր աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ ինձ համարում։ Բայց այդ ավելի վատ է։ Երբ որ տալիս ես այդ երջանկությունը, հետո խլում ես։ Հավատա, այդ ավելի դաժան է։ Ուղղակի ես մի քանի ժամանակ առաջ պիտի հասկացած լինեի, որ դու ինձ չես ընդունելու։ Իսկ ով է ասում, Նարե, որ ես քեզ չեմ ընդունում։ Հայկ, բա դու հիմա ինչ ես անում։ Կբացատրես հասկանամ։ Ինչ ես անում։ Եթե Սոնան հիմա քո թշնամու տանն է, այդ դեպքում ես ով եմ։ Այսինքն դու ուզում էիր ես իմ կյանքի անցկացրած տարիներս ընդ շուտ մոռանայի։ Այն ինչ որ եղել է իմ հետ ուզում էիր այսքան շուտ մոռանայի, Նարե, հա։ Անցած անգամվանից ես խոսում, ես քեզ անցած անգամ էլ եմ ասել, որ այս ամեն ինչ այդքան հեշտ չի մոռացվելու։ Ոչ, դու ինձ անցած անգամ ասացիր, որ բոլոր խնդիրները դու կլուծես։ Իսկ ես վստահեցի քեզ։ Ու հիմա ինչն է փոխվել։ Լավ, Հայկ, ես հիմա գնամ։ Նարե։ Ես քեզ շատ եմ սիրում։ Շատ։ Բայց հիմա Սոնան վերակացել ու եկել է ստեղ։ Այդ ճիշտ չի։ Ինչ որ արել է Սոնան, այդ նորմալ չի։ Ես հենց հիմա կարամ ձեռքիս հետ բռնեմ ու տանեմ քեզ ստեղից։ Տանեմ ու տեր լինեմ քեզ, պատասխանատու լինեմ քո համար, ոնց որ քեզ ասել ու խոստացել եմ։ Բայց ես հիմա չեմ կարող հանգիստ լինեմ, հասկանում ես։ Չեմ կարող հանգիստ լինեմ, որովհետև չգիտեմ հերդ ինչ կմտածի։ Քուրս վերակացել ու եկել է վռամի մոտ։ Ես ոնց հանգիստ լինեմ այն դեպքում, եթե Աշոտի տղա Հայկի քուրը ու Աբոյի աղջիկը հիմա այս տան մեջ է։ Ու հերդ լիքը բաներ կարա մտածի ու օգտագործի այդ։ Լուրջ։ Հա։ Գիտես, ես այսքան ժամանակ մի օր, մի վայրկյան անգամ չեմ մտածել, որ քո ձեռքում կարամ զենք դառնամ, որովհետև ես քեզ վստահել եմ։ Ու իմ կամքով եմ եկել քո մոտ։ Ես էլ Սաքոյի աղջիկն եմ։ Ես վռամի քուրն եմ։ Բայց երբեք չեմ մտածել, որ դու կարաս ինձ օգտագործես։ Ու գիտես, եթե անգամ դու ինչ-որ պլաններ ունենայիր կամ դավադրություն կազմակերպեիր մերոնց դեմ, ես գլխի չէի ընկնի։ Որովհետև քեզ ավելի շատ եմ վստահում, քան ինքս ինձ։
Ես չէի ուզում քեզ նեղացնեի։ Բարի գիշեր, Հայկ։ Սոնային ասա թող դուրս գա։ Նարե։